Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ես եմ եւ խոսելու ենք քաղաքականությունից։ Ինչպես գիտենք, այլևս անցյալում է 2026 թվականի ընտրությունները։ Ինչ արդյունք եղավ, տեսակ ինքներդ։ Եվ այսպես, իրավունքի տաղավարում այսօր հյուրընկալել եմ բոլորին դեմ եմ կուսակցության ցուցակող առաջին համարի ներկայացուցիչ Սպարտակ Գյուրեղյանին։ Սպարտակ, շնորհակալ եմ, որ եկաք։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Բոլորի համար միշտ հետաքրքիր է եղել ձեր կերպարը։ Խաղարկային, հումորային կերպարը, որը հանկարծ մտնում է քաղաքական դաշտ, այն էլ այնպիսի դաշտ, այնպիսի ժամանակաշրջան, որը ճակատագրական է երկրի համար։ Ինչու որոշեցիք նման կերպ հումորային եւ խաղարկային կերպով մտնել։ Նախ ուզում եմ ասել, ես այդ խաղարկային հումորային կերպարը այնպես չի մինչև ընտրությունները այդտենց հայտնի մարդ չեմ եղել, ներկայացնում եմ IT ոլորտում եմ աշխատել երկար տարիներ, բավականին լուրջ գործերով եմ զբաղվել, իսկ ինչ վերաբերվում է ինչի բոլորին դեմ եմ այս կերպով Քարոզ Արշավը արեց, ես չեմ կարծում, որ մենք այն քաղաքական իրավիճակը, որ կար Հայաստանում, մենք անլրջացնում էինք քաղաքական դաշտը, հակառակը ես կարծում եմ, որ մենք ամենալուրջ քաղաքական ուժն ենք եղել, որովհետև այն վայրերում ու այն կերպ, որ մենք ենք հայտնվել, դրա համար շատ փող ու գիտելիք պետք չէր ունենալ, այլ պետք էր ունենալ կարևոր բաներից մեկը կամք նման բան անելու։ Ու մենք փաստացի կարողացել էինք այդ դրսևորումը իրականացնել, ինչը քաղաքական ուժերի մեծ մասից ես չէի տեսնում, մնացած առումով Քարոզ Արշավը շատ սովորական, գնալ, համերգ անել, խոսալ, ոճի մեջ էր։ Լավ, այդ դեպքում փաստորեն բոլորին դեմը չաշխատեց։ Ստացվեց, որ ժողովուրդը դեմ չի բոլորին եւ կողմը նույնիսկ ներկայիս իշխանությանը, ընդդիմությանը, որը կարծես թե ժողովրդի սպասելիքները չարդարացրեց, երբեմն ասում են խափեց ժողովրդին, հա, իշխանությանը, որին ժողովուրդը կոչում էր դավաճան, այնուամենայնիվ իշխանությունը այժմ կրկին վերընտրվեց, այսինքն բոլորին դեմը չաշխատեց Սպարտակ։ Հեք, յուրաքանչյուր գաղափարի կոնկրետ աշխատել չաշխատելը որոշվում է, ինձ թվում է կոնկրետ տվյալ դեպքում ընտրություններով էր որոշվում։ Այսինքն քաղաքական ուժերը գեներացնում են իրենց նարատիվները, իրենց գաղափարները, մարդիկ գալիս են դրա համաձայն քվեարկում են։ Փաստացի այս կամ այն պատճառով, որովհետև այդտեղ բազմաթիվ պատճառներ են, էլի, պատճառներ, որոնք որ մեզնից են կախված եղել, պատճառներ, որոնք մեզնից կախված չեն եղել, բայց ես չեմ ուզում մտնել ու խորանալ ինչ-որ պատճառաբանություններ բերել, բայց գլոբալ կարանք ասենք, որ այո, մենք չկարողացանք ապահովել առնվազն 60,000 մարդու քվե, մենք ընդունում ենք այդ իրավիճակը, այսինքն մենք ինքներս ոնց որ առաջին բանը, որպեսզի դու անես, որպեսզի փոխվես կամ զարգանաս կամ ավելի լավ աշխատես, այդ այնա, որ քո իրավիճակներում, երբ որ դու անհաջողությունների ես բախվում, դրանք արձանագրես։ Մենք այդ արձանագրում ենք, որ այո, մենք չկարողացանք 60,000 մարդու հավատացնել, որ սա ամենակարևոր նախագիծներ այսօր, որ պետք է արվեր, բայց միևնույն ժամանակ բավականին շատ մարդիկ իրոք հավատացին դրան, որովհետև մյուս կողմից 21,500 մարդ էլ հավատաց դրան։ Մենք ամբողջ 47% ձայն հավաքեցինք, 1.5% ձայն հավաքել։ Ամեն դեպքում մենք շնորհակալ ենք այդ մարդկանց, ովքեր եկել մեզ քվեարկել են, ու մենք որպես մարդիկ, ովքեր որ նոր էին մտել քաղաքականություն, փորձելու ենք այնուհետ ավելի ակտիվ լինել ու չլինել այնպես, որ ընտրություններից 6 ամիս առաջ բացվում ենք ու 6 ամիս հետո էլ փակվում ենք։ Բայց հիմա խոսակցություն է շրջանառվում, որ դուք պատրաստվում եք փակել ձեր կուսակցությունը։ Այո, բոլորին դեմ եմ ինքը կավարտվի, բայց բոլորին դեմ եմ գործընթացով շատ մարդիկ, ովքեր մինչև այս որևէ կերպ քաղաքականապես ակտիվ չէին մասնակցում process-ներին, իրենք եկան ու մաս դառան դրա։ Հիմա այդ մարդկանցից շատերը իրար հետ գուցե շարունակեն քաղաքական ճանապարհը այլ ֆորմատներով։ Ինչը կարծում եմ լավ է ընդհանուր քաղաքական դաշտի համար, որովհետև ես անխատեսում եմ, որ գալիք 5-10 տարիներին Հայաստանում քաղաքական դաշտում լուրջ սերնդափոխություն է լինելու, դրա կարիքը կա ինձ թվում է, ու մենք կարող ենք լինել դրա առաջնագծում։ Դուք կմնաք այնուհանդերձ, անկախ այն բանից, բոլորին դեմը կփակվի, թե չի փակվի, դուք կմնաք քաղաքական անձամբ եմ պատասխանում, այո, ու ես կարծում եմ, որ մեզնից շատերը կմնան։
Լավ, ենթադրենք դուք չեք հավաքել 1.47% ձայն, դուք հավաքել եք ամբողջ պահանջվող 4% ձայները եւ անցել եք ազգային ժողով։ Ինչ եք անելու։ Նայեք, եթե խոսենք տվյալ իրավիճակի մասին, որտեղ դուք հարց տալիս եք, բայց այդտեղ կարևորը կոնտեքստն է հասկանալ, պայմանական, եթե նկատի ունեք, որ անցնելու էին նույն ուժերը ու պլյուս մենք մեր 4%-ով, այդ տոկոսները եթե լրիվ նույնն է լինելու, ոչ մի բան չէինք անելու, որովհետև նման իրավիճակում մեր օրակարգի իրականացումը անհնար է լինելու։ Ու դրա պատճառը ոչ թե դրա պատճառը հիմնականում է լինելու, որ իշխող ուժը հավաքել էր այնքան, որ մենակով իշխանություն ձևավորել, նույնիսկ եթե մեր ուժը ասենք բարգավաճնել 4% հավաքել, մենք էլ 4% հավաքեինք, միևնույնն է եղած իշխանությունը ուներ իր 51%-ը կամ 50% պլյուս 1-ը, որպեսզի ձևավորեր իշխանություն։ Նման իրավիճակում մեր օրակարգի, մեր գործողությունների մաս էր լինելու մանդատները վայր դնել ու հեռանալը, որովհետև մենք չենք տեսնում այսօրվա ազգային ժողովում աշխատելու տեղը։ Այն ինչ որ հիմա ընդդիմությունը կանգնել է այդ հարցի առաջ։ Մենք ի տարբերություն շատ քաղաքական ուժերի, մենք բոլոր դեպքերում ասել էինք մեր գործողությունները, ասել էինք, այս դեպքում mēs կանենք, այս դեպքում mēs կանենք, այս դեպքում էլ ես կանենք։ Հիմա այն դեպքը, երբ որ մենք անցնում էինք, սակայն չէինք կարողանում մեր օրակարգը իրականացնել, այդ դեպքի համար տրված էր պատասխան, որ մանդատները վայր էինք դնելու ու հեռանայինք։ Էս է։ Իսկ այսօրվա ընդդիմությունը ինձ թվում է այդ հարցի առաջ է կանգնել, որովհետև իրանք չունեին պլան B, բոլորի պլանը թե իշխանության, թե հայտնի ընդդիմության էր, որ գալիս ենք ու հաղթում ենք ու վերջ, ուրիշ հարց չկա, մեզ ուրիշ հարցերով մի անհանգստացրեք ու հիմա կանգնել են այդ խնդրի առաջ ինձ թվում է, որ որոշեն վերցնեն վերջ այդ մանդատները, թե չէ։ Ինչքան գիտեմ, նույնիսկ վաղը միսօր ինչ որ քննարկում են կազմակերպում մանդատ վերցնել։ Մենք դրան կանադառնանք դեռ մեր հաղորդման ընթացքում, բայց ես կցանկանամ հասկանալ, այսինքն այդ դեպքում ինչու մասնակցեցիք։ Ակնհայտ էր, չէ, որ դուք չեք լինի, այսինքն բոլորին դեմը չէ լինի իշխանություն, ակնհայտ էր, եկեք խոսենք պարզ փաստերով, բայց այնուամենայնիվ դուք մասնակցեցիք, հիմա ստացվում է դուք ձայներ փոշիացրեցիք։ Նայեք, ակնհայտ բաներ Հայաստանում չկան ինձ թվում է, որովհետև եթե հիմքը ո՞րն է դրա ակնհայտ չակնհայտի սոցիոլոգիական հարցումները։ Ոչ միայն իշխող ուժին հաղթելը։ Դա այդքան էլ հեշտ չէ, հաղթելը Սավետ Կարապետյանին այդքան էլ հեշտ չէ, եկեք իրական խոսենք։ Եթե իրական ենք խոսում, դուք գալիս եք, պարզապես մասնակցում 6 ամիս բացված կուսակցությունով, շատ ուրախ, տենց շատ կրեատիվ մտակ, մասնակցեցիք, բնականաբար իմանալով, որ անգամ եթե հավաքեք 4% ձայնը, միևնույնն է մանդատները դնելու եք, ու ինչ է ստացվում, որ ձայներ փոշիացնելու համար եք մասնակցում։ Հերթով պատասխան։ Հա, սիրով, շնորհակալ եմ։ Առաջին, եթե հարցումներ նայենք, ոչ մեկ բացի ԿՊ-ից երևի չպետք է մասնակցեր, որովհետև այդ տեսակ հարցումների մեծ մասը ցույց է տալի, որ իրանք միևնույնն է մենակով ձևավորել էին իշխանություն։ Հա, բայց այստեղ մի հատ կարևոր բան կա, էլի։ Խնդիրը անցնել ու իշխանություն չձևավորելու մեջ չի միայն։ Խնդիրը հետևյալն է, որ կա մի հատ քաղաքական ուժ, նոր քաղաքական ուժ է, որը եկել է, իր ծրագիրը ասել է ու սկզբից մինչև վերջ արել է։ Այսինքն այն հանգամանքը, որ մենք անցնեինք ու մանդատները վայր դնեինք, դա մեր կարծիքով էլի Հայաստանի քաղաքական պատմության մեջ եւս մի կարևոր գործողություն է լինելու, որ քաղաքացիները հասկանալու են, որ կար ուժ, որ եկավ, իրան խոստումներ տվեց, ասեց խոստումներս անելու դեպքում սենց կլինի, չանելու դեպքում սենց կլինի։ Ու տեղ եղավ դրան։ Հայաստանում սովոր չեն մարդիկ տես բաների, մարդիկ սովոր են, որ մարդիկ հայտարարություններ են անում, հետո մտածում են դրա տակից ոնց պետք է դուրս գան։ Հիմա մեր քաղաքական ուժը եթե նման քայլ աներ, դա Հայաստանի պատմության մեջ գրվելու էր, որ այս քաղաքական ուժը, ու դա ոչ թե տենց պրոստը հերթական պատմության մեջ տող էր գրվելու, այլ կարծում եմ, որ դա շատ մարդկանց համար տրիգեր էր լինելու, որ սենց էլ է հնարավոր քաղաքականությամբ զբաղվել։ Ու մենք այդ նոր մշակույթն էինք բերում այս ամեն ինչով։ Այսինքն վերաբերվել դրան, որ դե չէ, դե բարձ չէ, որ դուք դեմից փոշիացնելու եք բանման, դե բարձ է, ոչ մի քաղաքական ուժ կարա չմասնակցի քաղաքական process-ներին, տենանք մի օր, երբ որ 100% հստակ է, որ ԿՊ-ն չի հաղթում, նոր գնանք իրար հետ ընտրությունների մասնակցենք։ Եթե դրանց սպասենք, որևէ բան չի փոխվի։ Այստեղ խնդիրը այն է, որ դու պետք է մտնես քաղաքականություն ու փորձես քո հետ նաև նոր մարդկանց ներգրավես քաղաքական գործընթացներ։ Ձեզ մեղադրում էին, որ դուք այս կամ այն ուժերի պրոյեկտն եք։ Նաև ԿՊ-ի հետ էին կապում անմիջապես եւ այլն եւ այլն։
Դե բոլորի հետ է կապում էին։ Հա, Ինչ դե դրա պատասխանն է, էլի, որ անկախ ուժենք, որ պայմանական բանը մեր մասին համ խոսում էին, որ Քոչարյանի ուժն ենք, համ ԿՊ-ի ուժն ենք, համ ուժեր Հայաստանի, համ չգիտեմ սրա նրա, էդի նրա պատճառով էր, որ մենք սովորական այտենց ինչ որ ստանդարտ քաղաքական ուժ չենք։ Մենք իմ կարծիքով անկախ ամեն ինչից ինչ արդյունքի հասել չենք հասել, բայց մի հատ արդյունքի ինձ թվում է հասել ենք, դա այն է եղել, որ բոլոր քաղաքական ուժերին դիսկոմֆորտ ենք առաջացրել։ Հա, ու դրա համար ոնց որ դա չէին հասկանում, էսի ոչ իրանցից է, ոչ իրանցից չի։ Բանման տրամաբանական էր, որ ամեն մեկը մյուսի դաշտ պետք է գցեր մեզ։ Իրանց համապատասխան հետևորդներով ու ֆեյքերով։ Իմ ասածը ընդհանրապես այն է, որ մենք բոլորի համար դիսկոմֆորտ էինք առաջացնում։ Մենք ինչ որ ստանդարտ բաներ չէինք անում, մենք ինչ որ համ սրան էինք քննադատում, համ նրան էինք քննադատում, ինչ որ նորմալ չէր դա երևի այսօրվա քաղաքական դաշտում։ Չէ, բավականին նորմալ է։ Քաղաքական դաշտը հիմնականում սենց է ձևավորված իմ կարծիքով, էլի։ Կամ պայմանական ինչ որ նարատիվ, որը ասենք իշխող ուժն է տանում, այդ խաղաղությանն ասենք անունը դնենք տենց էլի, այդ նարատիվն է, հա, որը ինքը հայտարարել է, ինչ որ մի քանի քաղաքական ուժեր, չգիտեմ, այդ հանրապետությունը կլինի, չգիտեմ, Բաջանյանի ուժը կլինի, ինչ որ ուժեր էլ դա տեղավորվել են կոպիտ ասած ինչ որ դեպքի, չգիտեմ, էլ խիան իրանք թարապես առանձին մասնակցում ընտրությունների, իմաստ չկա, եթե նույն բաները պետք է ասես։ Հիմա իրանք եկել են ստեղ լրիվ տեղավորվել են, հա, օրինակի պես։ Կա այսպես ասած մյուս կողմը, որը ինքնության մասին է մտածում եւ այլն, դա էլ ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք, չգիտեմ, Բարգավաճ Հայաստան, այդ հեսակ ուժերն էին։ Հիմա, երբ որ դու Հայաստանում բացում ես նոր կուսակցություն, դուք հասկանում եք, չէ՞, որ այս երկու ուժերը ահավոր մեծ ռեսուրսների, մեդիա ռեսուրսների, մարդկային ռեսուրսների, ինչի ասես տիրապետում են, հա, կոպիտ ասած։ Երբ որ դու մտնում ես քաղաքականություն, ինչ-որ այդ հայտարարություն ես անում, երկու ձև կա, քեզ կամ վերցում են, ասես խփում են այս մի ֆրոնտի մեջ, կամ այս մի, չէ՞, որովհետև այդ հայտարարությունը մեծ հավանականությամբ այտենց կողմի հայտարարություններ են լինում։ Ու այդտեղ երբ որ դու ընկար ես ֆրոնտ, դու ոնց որ վсё, այս ֆրոնտում ես։ Դու եթե նույնիսկ նոր միտք ես ուզում արտահայտես, բայց քեզ արդեն գցել են ստե ու ռեսուրսներով մեդիա քեզ այդտեղ բզկտում են, այդտեղից դուրս գալը բավականին դժվար է։ Ու նոր մարդ կոպիտ ասած ներգրավելը, որովհետև ստե մարդիկ հստակ են, պայմանական ընտրությունները ցույց տվեց մոտ 300-400 հազար, մինչև 500 հազար մարդ։ Այս մյուս կողմն է նախընտրում 700-800 հազար էլ այս մյուս կողմն է նախընտրում։ Հիմա մենք մեր ձևով ինձ թվում է, անկախ ամեն ինչից մենք փոքր ենք եղել, չենք հաջողել եւ այլն, չենք տեղավորվել ոչ ստեղ, ոչ ստեղ։ Մենք նոր ինչ-որ միացած գիծ էինք պահում, հա, որը հա, կյանքը ցույց տվեց, որ մեծ գիծ չէր, ուժեղ գիծ չէր, ռեսուրսներին չէինք տիրապետում եւ այլն, բայց ամեն դեպքում ես կարծում եմ, որ նույնիսկ այդ ամեն ինչով մենք բավականին երևացող ուժ ենք եղել։ Երևացող ինչով։ Կարապի լճի այդ ակցիայով, ակցիաներով նաև Սարդե մարդու կերպարով, բայց դա լուրջ չի քաղաքական դաշտի համար։ Ինչն է լուրջ։ Լուրջ այն է, որ բանը, չգիտեմ, իշխող ուժը առավոտի տրիկուն հայտարարում է, որ խաղաղություն ա եղել, որ իրան ժամանակ ասենք երևի մի 4-5 հատ պատերազմ, 3 հատ պատերազմի մեջ ենք ընկել։ Այդ դա է լուրջը։ Կամ որ քաղաքական ուժ կա, որ ասում է կգնամ 100,000 աֆրիկացի կբերեմ, Արցախն ու Նախիջևանը հետ կբերենք։ Դա լուրջ։ Կամ 300,000 աշխատատեղ կստեղծելն է լուրջ։ Այսինքն քաղաքական ուժերը ուղղակի անպատասխանատու հայտարարություններ են շպրտում քաղաքացիների ուղղությամբ, կպնի։ Այդ ձև են աշխատում։ Մենք ցույց ենք տալու, որ այն ինչ որ իրանք անում են, դա մուկ տշել է, դա ջուր ծեծել է, իրենք դրանով են զբաղված։ Ու ես հիմա էլ եմ հավատացած դրան, որ իրանք դրանով են զբաղված եղել։ Ձևավորել են խոսքեր, մտքեր, որոնք ասես զուտ լսես քեզ, դե շատ լավ բան ասում։ Հա։ Ու վсё, բայց դրա տակ ոչ հաշվարկ կա, ոչ իրականացման պլան կա եւ այլն, ու դրանք հիմնականում կառուցված են անհատների վրա, պայմանական խաղաղության մասով դե Փաշինյանն է բերողը, բանի մասով, աշխատատեղի մասով Սամվել Կարապետյանը։ Ես ոչ նրան եմ հավատում, ոչ նրան եմ հավատում։ Հա, էս է իմ ասածը, ու եթե տենց լուրջ անլուրջ ենք քննարկում, ես կարծում եմ, որ մենք ամենալուրջն ենք եղել։ Այնուհանդերձ չեք կարծում, որ նման վերաբերմունքը բոլոր ուժերի կողմից, կլինի իշխող կուսակցության կողմից, կլինի ընդդիմադիրների կողմից, կլինի նաև ձեր կողմից Սպարտակ ջան, հանգեցրեց նրան, որ մենք հիմա ունենք այնինչ ունենք, բութ, վատ, հայտարարված տնտեսություն,
Նաև պատերազմի վիճակը այդպես էլ կայուն չէ, խոսույթներ, որոնք չես հասկանում, այսինքն ժողովրդի վիճակը գնալով վատանում է։ Սա ինչի արդյունք է, որ այս մի կուսակցությունը այսպես է ստում են մեկը այն մյուս կերպեն, գումարվում է եւ ստանում են ոչ մի բան արդյունքում։ Դե նայեք, արդյունքը իմ գնահատականը արդյունքի նկատմամբ վատ է, բայց նաեւ այդտեղ կարևոր մի բան էլ կա ինձ թվում է, խոշոր հաշվով բոլոր քաղաքական ուժերի համար արդյունքը լավ չի եղել ու նաև իրանց ընտրողների համար։ Այսինքն հիմա որ խոսես պայմանական ԿՊ-ի համար, ինձ թվում է իրանք դե պարզ է հայտարարում են, որ մենք եկանք գրեցինք եւ այլն, բայց եթե համեմատենք այն արդյունքը, ինչին իրանք ձգտում էին ու այն ինչ իրանք հասան, էլի լավ չի իրանց համար։ Այն արդյունքին ինչ որ ասենք ուժեղ Հայաստանն էր ձգտում, լավ չի։ Այն արդյունքին ինչ որ մենք էինք ձգտում, լավ չի։ Խոշոր հաշվով տեղի ունեցել մի հատ վիճակ, որ բոլոր քաղաքական ուժերի ու իրանց հետևորդների մարդկանց համար վատ արդյունք է գրանցվել, ու դա բացարձակապես նրա մասին չի, որ Հայաստանում ուժեղ դեմոկրատիա է զարգացել, դրա համար էլ բոլորը դժգոհ են մնացել։ Միանշանակ։ Դեմոկրատիայի առումով էլ իմ կարծիքով մենք մենակ հետընթաց ենք ապրել։ Հիմա պայմանական ես օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցության բան չեմ, հետևորդ չեմ, կյանքում էլ իրանց չեմ երկրպագե, չեմ կարծում, որ որևէ քաղաքական ճանապարհներում ես իրանց հետ տենց ուղիղ համագործակցության մեջ եմ լինելու, այդ հիմիկվա նախնական գնահատականս ասում է, բայց միանշանակ է, որ այդ մարդկանց նկատմամբ անարդար են վարվել։ Միանշանակ։ Հա, հիմա ոնց որ հստակ է, որ այս տեսակ օրենքների վրայով անցնելները, որովհետև ընտրական process-ները խոշոր հաշվով Նիկոլ Փաշինյանի այն ոնց որ բանկետերից էր, որ ինքը դա միշտ բան սուրբ բան պահպանում էր, որովհետև կարևոր է նորմալ ձևով ընտրվել, որպեսզի հետո կարողանաս կառավարես, որտեղ իր պայքարը 10-ամյակներ շարունակ դրա համար ա եղել եւ այլն, բայց այսօր ցույց տվեցին, որ այսպես կարան վերով թռնեն։ Հա, ես չեմ ասում, որ մինչև էդ լիքը բաների վերով չեն թռել, բայց կոնկրետ ընտրական process-ները, դա ինչ որ առումով այդ բանտեղներ էլի, որով որ իր իշխանություններ ձևավորում։ Հա։ Ես սպասում եմ, որ ապագայում էլ ավելի խորը կարմիր գծեր են հատվելու, ասենց ասած, անցնելու, որովհետև դիմացը թե համանadrական հարակվեի թեմա կա, որտեղ էլի բավարար ձայներ չունի Նիկոլ Փաշինյանի ուժը, որպեսզի հարակվեի դնի, ու էլի այդ հարցը միևնույնն է մի ձև ինքը պետքա լուծի, ու էլի ինձ թվում է ինչ որ բաների վերով թռնելու են։ Այսինքն մենք ստանալու ենք մի հատ իրավիճակ, որ այսուհետ ավելի կարմիր գծեր են հատվելու, ինչը ժողովրդավարության, պետության առումով շատ վատ է, բայց միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծելու, որպեսզի մարդկանց ավելի հեշտ կոնսոլիդացնել այս ամեն ինչի դեմ պայքարելու, որովհետև մարդիկ սովորաբար պայքարում են, երբ որ տեսնում են, որ այդ անարդարությունները շատ խիստ վատ անարդարություններ են։ Հիմա մենք խնդրեմ ունենք, որ պայմանական ԲՀԿ-ի նկատմամբ հասարակության ընկալումը այնպես չի, որ խիստ անարդար են վարվել այդ կուսակցության հետ։ Այդ կարող է մենք դուք քաղաքականությամբ ակտիվ մարդիկ են դա հասկանում, բայց ընդհանուր ընկալումը տենց չի։ Հա, ասենք նույնիսկ ԲՀԿ-ն ինքը բանը դրա համար ոնց որ տեն շատ վիզ դրած չի պայքարում, սենց ասած, էլի, ուր մնաց հասարակությունը դրա համար պայքարի։ Որովհետև խնդիրը նրանում է, երբ որ դու տասնամյակներ շարունակ սխալ վայրերում սխալ որոշումներին միշտ մասնակից ես դառել, այսօր ստանում ես քո պատասխանը։ Հիմա ես դրա համար եմ ասում, պետք է Հայաստանում լինի սերնդա փոխություն, դրանով է միայն հնարավոր իրական փոփոխությունների հասնել։ Նախ պետք է Հայաստանում լինի անդիմափոխություն, հետո նոր իշխանափոխություն, հետո նոր տեսեք բոլորը դա ոչ բան էլի Արամ Բաբաջանյանի դե հասկանալի է, դրա մասին անգամ չեն քննարկում։ Սպարտակ վերջը 3, եթե չեմ սխալվում, միասնության թևեր կուսակցությունը ձեզ առաջարկություն արեց դիմել սահմանադրական դատարան։ Հա, ես ուշադրություն չեմ եղել, բայց Սահմանադրական դատարան միասնության թևերը դիմել է ու հանի կուսակցություն դիմել է։ Իդեպ ասեմ իմանալ, տեղեկացնեմ ձեզ, որ ձեզ եւս դիմել են այդ հարցով, որ դիմեք սահմանադրական դատարան եւ ցավոք որ չգիտեք այդ մասին, որովհետեւ կցանկանա իմանալ։ Լավ, եթե մենք կարծում ենք, որ ընտրությունները անարդար են եղել։ Կդիմեք սահմանադրական դատարան։ Քաղաքական 10 ուժ արդեն դիմել է սահմանադրական դատարան։ Մենք չենք դիմել, որովհետեւ
այդ process-ների մենք ոնց որ ի տարբերություն այդ քաղաքական շատ ուժերի այդ ամեն ինչի տիրապետող ռեսուրսներն ու բաները չունենք, բայց մենք արձանագրել ենք ընտրությունների հենց հաջորդ օրը, որ ընտրությունները անցել են վարչական ռեսուրսի կիրառմամբ, անարդար են եղել, անցել են նաև մեր կարծիքով լիքը ասենք ինչ որ ընտրակեղծիքների թեմաներ եկա, որոնց կեսս քիչ չգիտենք դա բացահայտված է լավն է, եղել է թե չի եղել, բայց ամեն դեպքում անցել է մի հատ միջավայրում, որտեղ հասարակությունը էլի բևեռացվել է երկու կողմի ու այդ իրավիճակում նորմալ ազատ արդար ընտրություններ անելը շատ դժվար է։ Հա, մենք այդ արձանագրել ենք հենց հաջորդ օրը, sense ասած էլի։ Հիմա դիմել չդիմելու մասով ինձ թվում է Չէ, կարևոր է որ մարդիկ ցանկանում միասնական կերպով դիմեն։ Մենք անպայման գնայինք ու այսօր վաղը կարձագանքենք միասնության թվերի կոչին։ Ես կանադառնամ դրան։ Սպարտակ, ձեր հայրը Տիգրան Կուրեղյանը եղել է падգամավոր, բավականին լուրջ քաղաքական գործիչ։ Ինչպես վերաբերվեց այն մտքին, որ իր տղան պետք է լինի քաղաքականության մեջ մեկ, երկրորդը հենց մուտքը պիտի լինի ավելի խաղարկային, ավելի այսպես զվարճալի եւ այլն։ Ինչպես ընդունեց փաստը։ Նախ նշեցի, որ այդ խաղարկային զվարճալի չի մեր կարծիքով։ Ձեր կարծիքով, բայց ամեն դեպքում հանրությունը ձեզ նայում է։ Դրան կարանք ասենք կրեատիվ, բայց մեր գնահատականը, որ այդ ամենալուրջ ձևով ա եղել, որ այսօրվա քաղաքական դաշտում որևէ կուսակցություն այս քաղաքական պայքարին մասնակցել է։ Դա ամեն դեպքում Սպայդերմենի կոստյումով մտնել կենտրոնական ընտրական, հա, դա համար լուրջ բան է պետք ունենա։ Գնալ լուրջ հմեկով դեբատի եւ լինել այդ տեսակի մեջ, դա ինքը արդեն որոշակիորեն Դա շատ կրեատիվ է, այո։ Իսկ ինչ վերաբերվում է իր վերաբերմունքին նորմալ է վերաբերվել, գուցե ավելի շուտ է ուզել, որ այս թեմաներով երևի զբաղվեմ ես, օրինակ, որտեղ ես երկար տարիներ ոչ մի կերպ էական կապ չեմ ունեցել քաղաքականության հետ, միշտ հետևել եմ, բայց երբեք տենց մեծ քաղաքականության մեջ ուղղակի մասնակցություն չեմ ունեցել, բայց ես վստահ եմ, որ մենակ ուրախ ա եղել։ Լավ, տեսեք, այնուհանդերձ վերադառնանք հասարակության որոշ զանգված հույս ուներ, որ հիմա Սամվել Կարապետյանը կգա, կփրկի երկիրը։ Մյուս զանգվածը մտածում էր, որ ոչ, այնուամենայնիվ հերու օլիգարխներից լինենք, որովհետև այսքան արդեն մենք այդ ամեն ինչը տեսել ենք, հոգնել ենք եւ այլն, թող մնա Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ԿՊ-ն, որովհետև լավ թե վատ ժողովրդի ծոցից դուրս եկած խոզի կաշի ուտող մարդ է ինքը։ Երկու կողմն էլ կարծես թե հիասթափեցրեցին ժողովրդին, որովհետև ինչու։ Մեկը ասում է, որ Սամվել Կարապետյանի ներկայացնող այդ ուժը ընտրախախտումներ է արել, կաշառքներ է բաժանել, ձայնագրություններ են հրապարակում ապացույցներով եւ այլն։ Այն մյուս կողմն էլ ասում է, դուք օգտագործել եք իշխանական լծակներ, օգտագործել եք ձեր ուժերը, ձեր ֆինանսը, բյուջեն եւ այլն եւ այլն։ Ապօրինի օրենքով չեք, բայց վերցնում են մանդատները երկու կողմն ու գնում են ձևավորում են ոչ օրինական ազգային ժողով։ Ինչ կրեատիվ պատասխան կտաք սրան։ Նայեք, իմ կարծիքը հետևյալն է։ Հայաստանի Հանրապետության գոյության հենց սկզբից պետական ինստիտուտների կայացման փոխարեն կայացել է Հայաստանի Փրկիչների ինստիտուտը։ Առաջին ընտրություններից մինչև հիմա ընտրությունը նրա մասին է, թե ով կգա կփրկի։ Հիմա կարևոր չի դու ժողովրդի ծոցից ես ելե, թե բանը ծոցի կողից ես ելե, կարևոր չի։ Նիկոլ Փաշինյանն էլ, Սամվել Կարապետյանն էլ, չգիտեմ Ռոբերտ Քոչարյանն էլ, բոլորն էլ ասում են, տվեք մեզ իշխանություն, մենք անձնապես այս հարցերը կլուծենք։ Ամեն մեկը իր ոնց որ ձև ունի դա լուծելու, բայց խոշոր հաշվով դրա իմաստը այն է, որ հայ ժողովուրդը եւս մեկ անգամ իր ապագան կապի ինչ որ մի մարդու հետ։ Ես կարծում եմ, որ դա ամենաշատ վնաս տված բաներից մեկն է մեր պետությանը, որովհետեւ մենք չենք հավատում Փրկիչների ինստիտուտին, մենք ինքներս մեր ամբողջ քարոզարշավի ընթացքում խոսել ենք դրա վատ կողմերի մասին, խոսել ենք նրա մասին, որ մենք ինքներս փրկիչներ չենք ու չենք գալու փրկենք հայ ժողովրդին ու չենք հավատում, որ տենց փրկիչներ կան, մեր գալով այդ փրկիչների ինստիտուտը կազմաքանդվելու էր, վերանալու էր։ Հա, բայց ոնց որ փոխարենը դրա փոխարեն Հայաստանում պետք է ձևավորվի նորմալ պետական ինստիտուտներ, որը կարողանա պետությունը առաջ տանի։
Այսինքն համակարգերով, համակարգեր, որոնց հետևում կանգնած են մարդիկ, բայց ոչ թե տենց մի հոգու ենք միշտ լսելու, ինքը ոնց որոշի, տենց էլ բոլորս իրականացնելու ենք, sense ասած։ Այս է խնդիրը ինձ թվում է։ Հետո դրա համար է դառնում, որ այդ մի հոգու համար պետք է սահմանադրություն փոխենք, այդ մի հոգու համար պետք է օրենքներ փոխենք, այդ մի հոգու համար պետք է պրոցեսներ փոխենք, հա, ես դրան դեմ եմ։ Ես չեմ ուզում այդպես երկրում ապրեմ։ Հա։ Ու ես անկեղծ հավատում եմ, որ ապագայում մեր նոր մարդկանց ովքեր որ զբաղվելու են քաղաքականությամբ, այդ հարցերը կամաց լուծվելու է։ Մեր մոտ վերջապես պետք է գա մի հատ նոր քաղաքական ուժ, որը պետք է վերցնի իշխանություն ու հաջորդ օրվանից պետք է մերժի այն քաղաքական մշակույթը, որ ինքը որպես ժառանգություն ստացել է։ Որտեղ եթե դու խոշոր հաշվով օքեյ ես, պայմանական ասում ես, եթե սրանք կաշառք են բաժանում, ես պետք է վարչական ռեսուրս օգտագործեմ։ Կամ եկել ես հարմարվել ես, ասում ես, դե հա, պետք է պահեմ, չէ՞, իմ իշխանությունը եւ այլն, դու արդեն հեռանում ես, այսպես ասած, այն հայտարարված արժեքներից, ինչի համար դու եկել ես ինչ-որ բան փոխելու։ Իսկ եթե դու այդ արժեքները ոչ ունես, ոչ էլ ուզում ես դրանց համար պայքար մղես, էլ իմաստ չկա, ինչ տարբերություն դու ես իշխանության թե մյուսն է իշխանության։ Միանշանակ ես չեմ կարող չհամաձայնել ձեզ հետ։ Այսինքն մենք կարծում ենք, որ ես կարծում եմ, որ ստեղ վերջապես պետք է գա մի հատ նոր իշխանություն, ով որ հստակ է իրանց արժեքային համակարգը ու հստակ է, որ իրանք այդ եղած խաղի կանոններով չեն պատրաստվում այլևս չեն պատրաստվում այդ խաղի կանոններով խաղալ։ Իրանք գալու են ջարդելու են այդ ամեն ինչը, նոր կանոններ են սահմանելու ու տեր են ելնելու դրանց մինչև վերջ։ Անկախ նրանից իրանք դրա արդյունքում վաղը կընտրվեն, թե չեն ընտրվի։ Հուսամ, որ իսկապես այդ լավատեսությունը կմնա, որ կգա մի ժամանակ, որ կլինի, իսկապես կլինի ընդդիմափոխություն, իշխանափոխություն, սերնդափոխություն, եւ մենք կունենանք մեր երազածայրենիքը վերջապես։ Մի բան էլի միշտ հետաքրքիր է, ցանկացել եմ հարցնել։ Այդ կրեատիվ մոտեցումները, ձեր հագուստը, զանգակը, որ Արարատ Միրզոյանի խոսելու ընթացքում թափահարեցին, ով էր որոշում։ Դուք թիմային էիք որոշում դա։ Նայեք, բոլորին թվում է, որ մեր հետևը ինչ-որ տես լուրջ մարքեթինգային PR բան տես թմեր են կանգնած, բայց իրականում դրա հետևը կանգնած էին պայմանական մի 10 հոգանոց թիմ, որ զբաղվում էր այս քաղաքական կոնտենտի ձևավորմամբ ու առաջ խաղացմամբ։ Մենք բոլոր գործընթացներից առաջ պլանավորում էինք ու այդ ժամանակ քննարկումներ էինք ունենում, թե որ ձևով է ավելի բան։ Պայմանական եթե խոսում ենք զանգի մասին, այդ Հովսեփ Ղազարյանն արեց, հիմնական իդեայի հեղինակը, ինչքան գիտեմ, Ժորն է եղել Պողոսյան, մեր թիմի էլի անդամներից, ինչքան հիշում եմ, էլի։ Ու տենց ամեն մի բանին էլ տարբեր մարդիկ են։ Spider-Man-ը որոշել ենք բանից ԿՀ գնալուց 1 թե 2 օր առաջ ինքը տենց ինչ-որ ընդհանուր քննարկման արդյունքում ծնված իդեա էր իմ հիշելով։ Տեսեք ինչն է հետաքրքիր։ Այդ բայց շատ էական չի նույնիսկ ով է, էլի հեղինակը ինձ թվում է։ Իհարկե։ Այդ թիմային գործընթացից այո, միանշանակ համաձայն եմ, որ ոչ մեկ դրա վրա մետավոր սեփականություն չունի։ Ինձ համար մի քիչ տարօրինակ է, երբ լուրջ քաղաքականությամբ իբրև թե լուրջ քաղաքականությամբ զբաղվող տղամարդիկ սրտիկներ են անում, ինչ-որ սենց բաներ են անում, կամ սենց են անում, ես չգիտեմ, սա ինչ է։ Սա սրտիկն է, նոր։ Սա սրտիկն է։ Այդ որ Ջենզի հետ շփվեք կասեն սա։ Ջենզի, սա ինչ է։ Էդ էլ է սրտիկ ոնց։ Բա սա ինչ է։ Դի ծափն է։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր եթերում, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք։